Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։ Վերջինս նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ։ Ընդգծելով էներգետիկ ոլորտում Եվրամիության և Ադրբեջանի միջև հաջող և արդյունավետ համագործակցությունը, եվրոպացի դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ալիևն ընդգծել է, որ գազամատակարարման աշխարհագրական ծածկույթի առումով Ադրբեջանը Եվրոպա գազի մատակարարների շարքում առաջին երկրներից է։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ապահովման շուրջ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում և երկկողմ քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Կայա Կալասը նշել է, որ Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Մենք դրական քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Հուսով ենք հաջորդ քայլերն ավելի արդյունավետ կլինեն, նշել է Կալասը։ Բայրամովը նշել է, թե Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջները վերացնելու և ԵՀԿ Մինսկի խումբը լուծարելու ուղղությամբ։ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Կայա Կալասին մանրամասն բացատրել է Հայաստանից Ադրբեջանի ակնկալիքները։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նույնպես Ադրբեջանում է։ Նա հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, այնուհետև Ադրբեջանի արտգործնախարարի, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ ասուլիսով։ Ջեյհուն Բայրամովը կրկին շեշտել է, որ Հայաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Մինսկի խումբը լուծարելու համար։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի կազդի ընդհանուր մթնոլորտի և հետկոնֆլիկտային կարգավորման վրա, կարծիք է հայտնել Բայրամովը, հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է աշխատել խաղաղության համաձայնագրի և միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Կրեմլում Ռուսաստանի նախագահն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին։ Պուտին-Ուիտկոֆ հանդիպումը տևել է 3 ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Բանակցությունները հնարավորություն տվեցին մոտեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև միջազգային հարցերի շուրջ, նշել է Ուշակովը, հավելել, ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա քննարկումը մասնավորապես կենտրոնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորության վրա։ Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ռուս-ամերիկյան արդյունավետ երկխոսությունը տարբեր մակարդակներում կշարունակվի ամենաակտիվ կերպով։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Դոնալդ Թրամփը մեկնել է Իտալիա։ Մինչև ինքնաթիռ բարձրանալը լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել է մեկնաբանել ու պարզաբանել, թե երբ է վերջին անգամ զրուցել Չինաստանի նախագահի հետ։ Սպիտակ տան առաջնորդը միայն նշել է, որ բազմիցս է խոսել Սի Ցզինպինի հետ։ Ավելի վաղ Թայմ ամսագրին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ Չինաստանի նախագահը զանգահարել է իրեն։ Նա նաև հայտնել էր, որ իր վարչակազմը բանակցություններ է վարում Չինաստանի հետ մաքսատուրքերի գործարք կնքելու համար։ Պեկինը սակայն հերքել է լուրերը, թե Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային բանակցություններ են տեղի ունեցել։ Սպիտակ տան ղեկավարը Թայմ ամսագրին պատմել է նաև, թե ինչպես է տեսնում Ուկրաինայի հակամարտության ավարտը։ Նրա խոսքով Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում որպես կարգավորման գործընթացի մաս։ Զելենսկին դա հասկանում է, բոլորն են հասկանում, որ այն վաղուց նրանցն է, ասել է ԱՄՆ նախագահը։ Արդյոք իմ նախագահության ժամանակ կվերցնեին Ղրիմը ինչպես Օբամայի ժամանակ։ Ոչ, դա չէր լինի։ Եթե ես լինեի նախագահ, Ղրիմը չէին վերցնի, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա կարծիք է հայտնել, թե ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցելու ցանկությունից, հավելել, չեմ կարծում, որ նրանք երբևէ կկարողանան անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ Հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները լավ են ընթանում և համաձայնությունը շատ մոտ է։ Այս համատեքստում ԱՄՆ ղեկավարը նկատել է, որ իրենից բացի ոչ ոք չի կարող դա անել։ Եթե համաձայնություն ձեռք բերվի, Միացյալ Նահանգները կկարողանա բիզնես վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Թրամփը նաև զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի միջնորդությունը, եթե առաջընթաց չտեսնի։ Թրամփի խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։
Վրաստանի իշխող վրացական երազանք կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնը թողնելու եւ քաղաքականությունից դուրս գալու որոշման մասին։ Նա նշել է, որ բարեխղճորեն է կատարել իր պարտքը երկրի եւ ժողովրդի հանդեպ։ Եվ նույն ժամանակ նա կտրականապես հերքել է լուրերը, թե կարող է ընդդիմադիր դառնալ եւ ստեղծել իր կուսակցությունը։ Ղարիբաշվիլին վրացական երազանքի նախագահ է ընտրվել 2024 թվականի փետրվարի 1-ին։ 2012-ից 13-ին զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Երկու անգամ 2013-ին եւ 2021 թվականներին դարձել է վարչապետ։ 2019-ից 22 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Մերի Ներսիսյան, լուրեր։